Հուլիսի 10-ին ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս Քահանա Բարսեղյանը։ Հայոց հովապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին, ուրախություն հայտնելով հայրենիք եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ Նորին սրբությունը կարևորեց Սփյուռքի հայրենիների զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Վեհափառ հայրապետն ընդգծեց, որ թեև Սփյուռքում ապրող հայրենիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը եւ հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, սեփական աչքերով տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու հայոց եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն ունենալու ազգային եկեղեցական կյանքում եւ ամուր պահելու կապը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ It is our first time here and we feel blessed. Առաջին անգամ ենք Հայաստանում եւ մեր ապրումները բառերով նկարագրելը դժվար է։ Մեզ իսկապես օրհնված ենք զգում հատկապես այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոսը մեր ամուսնության 38-ամյակի առիթով օրհնեց ինձ եւ ամուսնուս։ Այդ պահը մեզ համար խորապես հուզիչ ու հիշարժան էր։ Ընդհանրապես ամբողջ ուխտագնացությունը դարձավ անմոռանալի հոգևոր փորձառություն, որը երկար կմնա մեր սրտերում։ Մենք նման ընդունելության եւ նման ուշադրության չէինք սպասում։ Դա մեզ համար մեծ օրհնություն էր եւ աննկարագրելի ուրախություն։ Այս այցելությունը մեզ հետ կմնա որպես կյանքի ամենաթանկ հիշողություններից մեկը։ Actually, my grandfather had Ծնվել եւ մեծացել եմ Բրբանքում։ Պապիկս է ինձ եւ մեր ողջ ընտանիքին բերել Հայաստան։ Էջմիածին կատարած այս այցելությունն իմ կյանքի ամենատպավորիչ փորձառություններից է։ Ամեն երիտասարդի չէ, որ բախտ է վիճակվում հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսին եւ ստանալ նրա օրհնությունը։ Մինչ Հայաստան գալը պապիկս միշտ պատմում էր հայրենիքի, նրա պատմության ու ավանդույթների մասին։ Նրա շնորհիվ հայկական արժեքները մեր ընտանիքի կյանքի մի մասն են դարձել։ Բայց մի բան է լսել ու կարդալ Հայաստանի մասին եւ բոլորովին այլ զգացողություն սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին տարիներ շարունակ լսել ես։ My grandfathers and grandmothers Նախնիներս Խարբերդից են, ներգաղթել են Միացյալ Նահանգներ։ Ինձ համար շատ կարևոր էր, որ կինս, երեխաներս եւ 6 թոռներս միասին գային Հայաստան։ Այսօր էլ հուզված եմ, որ մեր ընտանիքի կապը մայր հայրենիքի հետ վերահաստատվեց։ Ամերիկայում հենց եկեղեցին է միավորում հայերին, պահպանում մեր ինքնությունն ու ավանդույթները։ Տարիների ընթացքում տեսել եմ նաև եկեղեցական կյանքի դրական փոփոխությունները։ Տեր Թադեոսի նվիրումն ու եռանդը կարողացել են համախմբել համայնքը եկեղեցու շուրջ։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումն ինձ համար մեծ պատիվ էր։ Նա շատ ջերմ ու բարեհամբույր էր, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա զրուցելու եւ հարցեր ուղղելու նրան։ Այս մարդկանց նախնիները 1890-ականների Համիդյան ջարդերից եւ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո հիմնականում Խարբերդից եւ Երզնկայից գաղթելով ապաստան են գտել հենց Ուսթերում, ձևավորելով ամուր կազմակերպված եւ կենսունակ հայկական համայնք։ Առաջինը քաղաքում կառուցել են Սուրբ Փրկիչը Միացյալ Նահանգներում եւ ամբողջ արևմտյան կիսագնդում առաջին հայկական եկեղեցին։ Այն այսօր էլ ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու հասարակական կյանքի կենտրոնն է։ Քաղաքում բավական մեծ հայություն կա, քաղաքում կան մի քանի հայկական եկեղեցիներ։ Իրարից գրեթե 5-10 րոպե հեռավորության վրա մի քանի հայկական եկեղեցիներ կան, բայց իհարկե մեր համայնքը ամենամեծն է քաղաքում, գրեթե 400-500 ընտանիք ունենք մեր համայնքում։ Գիրագնոյա դպրոց ուսուցիչ եմ 25 տարի Սուրբ Փրկիչ եկեղեցու մեջ եւ բարոնեսելով ավանդություն կսորվեցունեմ եւ հարկանք կսորվեցունեմ մեր աշակերտներուն, որ մարենի լեզու կոնե մեկ բառ գիտնան բարոն։ Ես հայ մեծա Watertown-ի մեջ արևելյա գոմն է Massachusetts նահանգին արևելյա գոմն է հոն մեծա մեծ հայրս գամավոր էր հայ խոսելով մեծանք մեր դան մեջ մեր առաջին լեզուն հայերեն էր այդպեսով մեծանք եւ աս ավանդությունները սովորում ենք եկեղեցու մեջ
հայրեն դբոց կացին գիրագնորիա դբոց կար ամեն անց թասերը սորվեցանք եւ իմ բարդականությունից է որ անցյալներուն եկողներուն սորվեցնեմ հաճոտ սերունդներուն սորվեցնեմ ոդեպ չեն գիտեր ամերիկային մեջ ճշմարտաբար գամքը չկա եւ սկացումը չկա եւ ադի իմ բարդականությունից է որ սորվեցնեմ մեր երդասարտներուն որ հբարդս կան իրենց ասկեն 216,000 մարդ է ապրում Ուսթեր քաղաքում։ Տեր Թադեոսն արդեն 15 տարի է սպասավորում է ԱՄՆ արևելյան թեմի տարբեր եկեղեցիներում։ Չիկագոյի Գրիգոր Լուսավորիչ, Մինիսոթա նահանգի Սուրբ Սահակ եկեղեցուց հետո արդեն 3 տարի է ծառայում է Ուսթեր քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ Տարբեր միություններ կան տղամարդկանց եւ կանանց միություններ կան մշակութային կազմակերպություններ կան տարբեր ծրագրեր հայկական փառատոնների ծրագրեր կան նաեւ ծառայության ծրագրեր որպեսզի ծառայենք եւ օգնենք մարդկանց մեր շուրջ ովքեր կարիքների մեջ են Հայոց հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքը, սերն ու նվիրումը Մայրի եկեղեցու հանդեպ։ Իր օրհնության խոսքում հորդորեց հայաշունչ պահել իրենց ընտանիքները, հավատքով, բարի ու աստվածահաճո գործերով զորացնել Մայր եկեղեցին, պայծառացնել տիրախնամ թեմը։ Վերջում նորին սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի իշխանություն հարաբերություններին եւ արդի ժամանակներում եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանը։ Անուշ Արաքելյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Արարատի մարզի Դվին համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու բակը լցվել է երեխաների աշխույժ խաղերով, զանազան պարապմունքներով։ Մասյացոտնի թեմի այս եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ճամբար, որտեղ մեկտեղվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները։ Ջոկատավարները երիտասարդաց միության անդամներ են։ Երեխաներից շատերը հաճախում են կիրակնորյա դպրոցներ։ Մեկ շաբաթ տևողությամբ հագեցած ծրագիր է կազմվել առավոտյան 9-ից 12:30։ Ծրագրում տեղ են գտել մարմնամարզություն, բակային խաղեր, շախմատ, նկարչություն։ Այս ամենը եկեղեցու բակում, իսկ հայորդի հյուրասրահում անցկացվում են հոգևոր զրույցներ, ուսումնական ծրագրեր։ Մանե Մնացականյանը երեխաների հետ համացանցային անվտանգության, մեդիագրագիտության դասեր է անցկացրել։ Ընկեր Մանեն մեզ բացատրեց, ասաց, որ տարբեր վիրուսներ կան, որ պետք է ներբեռնել, դրանք շատ վատ են, տարբեր լինկեր չբացել, եթե մարդ գրում է ասում է ձեր տվյալներից ուղարկեք, չուղարկել։ Լինում է, որ մենք պարտվում ենք, մեր խումբը պարտվում է, բայց դա մեզ չի հուսահատում, որովհետև այդ պարտություններից մենք ավելի ենք ուժեղանում եւ կարողանում ենք հաջորդ խաղերը հաղթել։ Իմ եկեղեցական կյանքը դեռ սկսել է 4 դասարանից, ես պատարակների էի մասնակցում ու այն ժամանակ, որ տեսնում եմ այստեղ երիտասարդ միություն կար, ես իրենց հետ գալի մասնակցում էի, ճիշտ է փոքր էի, բայց հետաքրքրված էի, էլի օգնում էի իրենց, իսկ արդեն Պաշտոնական սենթի երիտասարդ միության անդամ դարձել եմ 2023 թվականին։ Սովորում եմ Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում 11-րդ դասարանում։ Իսկ ճամբարի հետ կապված սա կամավորական է եւ ես ինքս եմ ուզել մասնակցել այս ճամբարին։ Իրականում հեշտ է աշխատել երեխաների հետ։ Երեխաների համար շատ հետաքրքիր է խաղերը, որովհետեւ այդ խաղերով իրենց ակտիվությունն են ցույց տալի։ Երեխաներ կան, որ պարտվում են, բայց մենք ասում ենք, որ միավորները կարևոր չի, քանի որ կարևոր այն է, ինչ լավ հուշեր կտանեք ձեզ հետ տուն։ Երեխաները լավ խաղում են, զբաղվում են, ընկերանում են։ Աննա Հովանիսյանը մասնագիտությամբ բուժքույր է, դպրոցում է աշխատում։ Ճամբարի օրերին սիրով հետևում է երեխաներին ամեն պահի պատրաստ բուժօգնություն տրամադրել։ Նա երեխաներին առաջին բուժօգնության վերաբերյալ խորհուրդներ է տվել։ Երեխաները հետաքրքրվել են, թե ինչ է պետք անել, օրինակ, եթե օձը խայթի կամ շունը կծի։ Որպես առաջի բուժօգնություն ես ներկայացի ինչ է իրենից ներկայացնում բուժօգնությունը եւ երկրորդը ճամբարականների համար, որտեղ հիմնականը ճամբարականները եթե դաշտավայրում են հիմնականում օձերի շրջանա, օձերի խայթոցը
վազնում են, ընկնում են առաջի բուժողությունը կարող է տվյալ պահին բուժքույր չլինի այստեղ, բայց իրանք ունենան առաջի օգնության պարագաներ, ոնց մեկը մյուսին օգնեն, առաջի բուժօգնություն ցույց տան։ Մատթեոս 7:12։ Ով ես գիտեմ նրանք ծանոթ են, Մատթեոս 7:12 մի քիչ արեք մարդկանց այն ինչ որ կկամենա։ Հոգևոր զրույցի ընթացքում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը մեկնեց տերունական աղոթքը։ Բացատրեց, թե ինչու է այն կոչվում տերունական, հետո հետաքրքրվեց, թե ով ինչ Սաղմոս գիտի։ Պարզվեց Կիրակնորյա դպրոցից երեխաներ կան, որ ամբողջական Սաղմոսներ անգիր գիտեն։ Սաղմոսավանք ուխտագնացության գնալուց առաջ են սովորել։ Կարող եմ Սաղմոս 22-ի մասին պատմել։ Սաղմոս 22-ը ինչի մասին է։ Որ ասում է Տերն իմ հովիվն է եւ ինձ ոչինչ չի պակասի, այսինքն Տերը մեր հովիվն է, մենք ոչ մի պակաս բան չենք ունենա։ Տերը միշտ մեր հետ է ալնելու։ Արմանը ոչ միայն Սաղմոսներ լավ գիտի, այլև հաղթում է բակային խաղերում։ Իրենց գյուղ եկած հյուրերին կարող է պատմել գյուղի, եկեղեցու եւ հնավայրի մասին։ Այս ճամբարի կազմակերպմանը աջակցել են Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքի անդամներ։ Օգտակար են եղել, որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ պարագաներ, հոգացել են երեխաների սննդի քաղցրավենիքի հարցերը։ Հուլիսի 20-ից նոր խումբ կմասնակցի ճամբարի։ Ծրագիրը կիրականացվի եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ միասին։ Երեխաները լիարժեք տրվում են ճամբարային այս օրակարգին եւ շատ հագեցած օր են ունենում եւ երբ որ վաղը արդեն ճամբարի վերջին օրն է պիտի փակումը լինի, երեխաներից մեկը ասում է Տեր հայր, ուզում ենք ճամբարը հավերժ լինի, չի ասում, էլի երկար, ճամբարը մի խոսքով բոլոր երեխաները ուզում են որ ճամբարը ել ավելի երկար տևի, տեսնում ենք իրենց ողջավորությունը եւ ուրախանում ենք մենք էլ, որ երեխաների համար կարողացել ենք կազմակերպել թեկուզ կարճ ժամանակով, բայց այսպեսի հետաքրքիր օրեր։ Խորհրդանշական կերպով մենք ջոկատներին անվանել ենք 4 ավետարանիչների անուններով՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, եւ այս թելերը, որ զարդարած է 4 կողմերը, ամեն թելը իր շրջակա տարածքով յուրաքանչյուր ջոկատի պատասխանատվության գոտին է։ Համ որ թելը միշտ զարդարված մնա, վրայի թղթերը Աստվածաշնչի հատվածներով են, իրենց ավետարանչի վերծված հատվածներով են եւ այդ թելի շրջակա տարածքը իրենց մաքրության պատասխանատվության գոտին է։ Տեր Եղիշեն ուրախությամբ նշում է, որ Սուրբ Հարություն եկեղեցուն կից հիմնանորոգված այս հյուրասրահը այժմ ծառայում է իր նպատակին, տեղի են ունենում հոգևոր զրույցներ, դիտում են ֆիլմեր, անցկացվում են քննարկումներ։ Մասյացոտնի թեմում նման հոգևոր բակային ճամբարներ անցկացվում են նաև մի շարք այլ համայնքներում։ Այժմ աշխատանքներ են տարվում Դաշտավան, Սիս, Քաղցրաշեն, Զանգակատուն, Արարատ, Մրգավան գյուղերում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տանը բացվեց նկարչության, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Ուսումնական տարվա ավարտին ցուցադրվում են երեխաների գործերը, հիմի են բերվում ձեռքբերումները։ Թեմաներն ու ոճերը բազմազան են, կարելի է տեսնել գեղանկար, կարպետ, գոբելեն, կավագործ, բատիկա, նաև արվեստի մի շարք տեսակների սինթեզ։ Սիրում եմ նկարել տարբեր ոճերով հիմնականում, գրաֆիկաներ եմ անում, գույներով ինչ-որ տարբեր գունավոր նկարներ։ Այս տարի հիմնականում նկարում ենք մեր վախերը, թեմա ունենք, մեր վախերը պետք է պատկերենք ու ես տարվա սկիզբ սկսեցի միջատների նկարել, որովհետև միջատներից վախենում եմ ու հետո այդպես շարունակեցի անցա տարբեր երկենցաղների ու վերջում նույնիսկ կաթնասունների։ Փորձել եմ պատկերել ոչ թե հենց իրանց իրական ինչ-որ այդ մուգ գույներով մռայլ վախենալու կերպարը, այլ փորձել եմ ինչ-որ տարբեր գույներ հաղորդել նրանց, որ ավելի գեղեցիկ կերպարանք ստանան ու այդքան վախենալու չլինեն մարդկանց համար։ Հերթեստուն հաճախում եմ արդեն 6 տարի է ու հիմնականում սիրել եմ նկարել եկեղեցիներ, ավելի շատ խորհրդանշող թեմաներ եմ նկարել։ Այս ցուցահանդեսի ժամանակ ստեղ ունեմ նկար, պատկերել եմ նկարի անունը երբ աշխարհը լռում է, ցանկացել եմ ցույց տամ, թե ինչ է կատարվում աշխարհում, երբ որ ամեն ինչ պատերազմական իրավիճակներում է։ Պատկերել եմ մի տղայի, ով բուռն իրավիճակում, թե ցույցատալի կյանքի նոր ծիլ, թե ինչպես է կյանքը առաջանում պատերազմական իրավիճակում։
Հիմնականում մենք ընտրում ենք մի թեմա, որ ավելի հոգեհարազատ է մեզ եւ այդ թեմայով սկսում ենք աճել, այդ թեմայով սկսում ենք նկարել տարբեր նկարներ, օրինակ ինչպես ես նկարում եմ տարբեր եկեղեցիներ, այնպես էլ երեխաները ընտրում են իրենց հոգեհարազատ թեման եւ այդ թեմայով նկարում են։ Մեր դասատուներն էլ մեզ ճիշտ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես ճիշտ կատարենք մեր գործը։ Ես հաճախում Մակշամայի խմբակ, այո, այս գլխարկը շատ հաճույքով եմ գրում։ Ինձ օգնում է իմ ուսուցչուհին Ընկեր Մարտանյանը, այնտեղ ես շատ լիքը աշխատանքներ եմ ձեռք բերում, լիքը գիտելիքներ նաև։ Փոքր ժամանակվանից նկարչության հաճախել եմ, բայց ես հաճախում եմ որպես հոբի, բայց այս 2 տարվա ընթացքում հասկացա, որ նկարչությունը իմ համար ավելի մեծ ինչ-որ բան է եւ կուզենամ իմ ապագա մասնագիտությունը նկարչության հետ կապել։ Գեղանկարչության դասարանի մանկավարժ Քրիստինա Կարաքեշիշյանը շեշտում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, արագ փոփոխվող պատկերները, էկրանից եկող հեշտ ինֆորմացիան դժվարացնում են ձեռքի եւ ինքնուրույն մտքի աշխատանք պահանջող արվեստների ստեղծումը։ Աշխատասեր չեն, որովհետեւ ամեն ինչ շատ հեշտ է։ Շատ հեշտ է ինֆորմացիա գտնել, շատ հեշտ է արագ զբաղմունք գտնել մտքի ուղեղի համար։ Այդ պատճառով մի քիչ բարդ է տրվում տաղանդը զարգացնելը։ Դասավանդում եմ 2.5 շուտով արդեն 3 տարի։ Վերջի 2 տարին ունեցել ենք շատ ավարտողներ, ովքեր ընտրել են մասնագիտական ուղղություն, գնացել են կամ դիզայնի, կամ ճարտարապետության, կամ հենց գեղարվեստի ուղղությամբ, ինչից շատ գոհ եմ ինձ զգում։ Այս գորգը միասնական աշխատանքի արդյունք է։ Մասնակցել են գորգագործության եւ կարպետագործության դասարանի բոլոր սաները։ Ինչպես է հաջողվում ժամանակակից երեխաներին ներգրավել նման աշխատանքի մեջ, հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանն ասում է, որ կարևորը առաջին 3 պարապմունքն է։ Հետո երեխաներն իրենք են ուզում գործել։ Այստեղ նաև կարևորում են ծնողների հետ համատեղ աշխատանքը, դա օգտակար է հենց երեխաների համար։ Կան մայրիկներ, որոնք իրենք էլ մասնակցել են դասերի ու հագուստի վրա ձեռքի աշխատանքի նմուշ են կրում։ Ցուցահանդեսի բացմանը հայորդյաց տան տնօրենը վկայականներ հանձնեց ավարտողներին, իսկ տարվա ընթացքում մրցույթների մասնակիցներին հանձնեց պարգևները, հավաստագրեր։ Գեղանկարչությունը այս տարի ունի բազմաթիվ մրցույթների շահած տեղեր, առաջի տեղ, երկրորդ տեղ, մասնակցել ենք բազմաթիվ միջազգային փառատոների, մասնակցել ենք նաև 2 սիմպոզիումի եւ երեխաները դա շատ ոգևորությամբ են ընդունում։ Նկարչական դասարանները ամենաբազմամարտն են, որովհետեւ գիտեք, հիմա համակարգչային դիզայն, կոմպյուտերային գեղանկարչություն կամ գրաֆիկա, կա նաև պարզապես գեղանկարչություն, որ ակադեմիային արդեն ընդունվել երեխաները, մնացած դասարանները ըստ անհրաժեշտության։ Ընդհանուր առմամբ ասեմ այսպես, շատ շնորհակալ ենք այն ծնողներին, ովքեր ուղղորդում են երեխաներին այդ արվեստի այդ տեսակները սովորելու, օրինակ գորգի դասարանը։ Գորգը ինքը ժամանակատար է, դանդաղ աշխատանք, բավականին մեծ հմտություն է պահանջում, որպեսզի դու ստանաս այն նախշը, այն օրնամենտը, որը նախատեսել ես օգտագործել, եւ թելերի հետ աշխատանքը եւ հաշվարկները, դա բարդ աշխատանք է։ Բացի կան դա նկարչությունն է մետաքսի վրա, իրենք ստեղծագործում են, իրենք նաև զարգացնում են իրենց ձեռքի հմտությունը, գունային զգացողությունը, ֆորմայի զգացողությունը։ Մանկավարժը ինքը պրոֆեսիոնալ մասնագետ է, պրոֆեսիոնալ նկարչուհի է։ Կերպարվեստի դասարաններում սովորողները այս տարի մասնակցել են նաև լինո տպագրության դասերի։ Այժմ իրենց նկարների պատկերներով հագուստ են կրում։ Ամռան արձակուրդներին եւս հայորդյաց տները շարունակում են հանդես գալ զանազան նախաձեռնություններով, մասնակցում են տարբեր ծրագրերի։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։